կարծես թե առարկություն չկա, շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, գիտեք, որ պետաերավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակել է ամանալ, անկախ դիմադիր թե ընդդիմադիր իմ գործընկերների կարծիքների, հարթակ, որտեղ հնարավոր է հնչեցնել ցանկացած միտք, բացառությամբ վիրավորանքի եւ զրպարտության։ 1. Չկա որևիցե հարց, որը պետաերավականը կուսկելու է 1000 անգամ խոսել են նրա մասին, որ ռեգլամենտն էլ մեր մոտ շատ ողջամիտ է, որովհետև սա միակ տեղն է, որտեղ հնարավոր է ցանկացած նախագիծ բովանդակային եղանակով քննարկել։ Ընթացակարգի հետ կապված ես պետք է ասեմ հետևյալը, որ կխնդրեի, որ որևիցե այլ հանձնաժողովի ընթացակարգ բերեք եւ ասեք, որտեղ եմ խախտել ընթացակարգը։ Բայց ես ստիպված եմ հիշեցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջը, որը կիրառվում է մեր բոլոր քաղաքացիների նկատմամբ, բոլոր քաղաքացիները, որոնք օգտվում են դրանից։ Եվ աշխատանքային օրենսգիրքը ասում է հետևելը. առանց հարգելի պատճառի գեթ 1 օր աշխատանքի չներկայանալը հիմքի անձին աշխատանքից ազատելու համար։ Եվ կներեք 1000 ներողություն էլի, այն որ առօրյա ցիրիկուն խոսում են նրա մասին, ով ինչ կանա պետական բյուջեից ուտում եւ գործողումներ գտնվում եւ այլն, ես պետք է արձանագրեմ հետեւյալը։ Իսկ օրինակ նորմալ ենք համարում, որ մենք տարիներով չեն գալիս հանձնաժողովներին նիստում։ Լավ, չեք գալիս, ոչինչ ձեր գործն է։ Բայց ինչ գումարներով եք գոյատևում, որտեղ ամեն անգամ չգալու համար պատգամավորը դու գանվում է եւ այլ եկամուտի աղբյուր, պատգամավորը չպետք է ունենա օրենքով սահմանված եղանակով։ Բայց սա չի վերաբերում նախագծին։ Ես ունեմ առաջարկներ հայտարարության վերաբերյալ։ Ես առաջարկում եմ հայտարարությունը անվանել հետևյալ կերպ։ Ուրեր 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմության ճգնաժամի եւ ընդդիմադիր գործունեության ձախողման մասին նախագիծ։ Հիմա անդրադառնամ բովանդակային ասացներին։ Մենք մի առավելություն ունենք մյուսների նկատմամբ։ Ես հիմա խոսում եմ նույնիսկ ոչ թե որ նույնիսկ որպես պատգամավոր չեմ խոսում, Վլադիմիր Վարդանյանն եմ խոսում։ Գիտեք որն է այդ առավելությունը։ Ոչ խելոք ենք, ոչ հայտնի ենք, ոչ իման ենք։ Մի հատ առավելություն ունենք։ Անկեղծ ենք եւ ստանձնում ենք պատասխանատվությունը։ Պարոն Մամիջյան, իմ կողմից շատ հարգված։ Եթե դուք ասում եք մեր առաջնորդը Դավիթ Համբարձումյանն է, ես կարող եմ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության կուսակցության առաջնորդը Դավիթ Համբարձումյանն է։ Այո, որովհետև խորհրդարանական երկրում, եթե ես ասում եմ, որ սա է առաջնորդը, ուրեմն դա էլ առաջնորդն է։ Երկրորդ, ցավոք մեր չես տեղապարում Էլֆյան։ Ես կարող եմ արձանագրեմ, որ դաշնակցության առաջնորդը եւս Դավիթ Համբարձումյանն է։ Ինչու՞ չէ։ Որովհետև դուք բերել եք մի վարքան, ես ավարտեմ։ Ընթացակարգին քիչ եք հետևում, Տիկին Մկրտչյան, խախտում են ընթացակարգը, թույլ չեն տալիս, որ ես ելույթ ունենամ։ Դրել են չէ, դուք էլ եք ընտրել կամ չեք ընտրել, դա առանձին խնդիր է։ Հիմա ես հետևյալ հարցն եմ տալիս։ Եթե Դավիթ Համբարձումյանն է, օրինակ արձանագրենք, որ այլևս ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Դաշնակցության ղեկավարները, ոչ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, այլևս չեն հանդիսանում ձեր քաղաքական առաջնորդները եւ քաղաքական առաջնորդ Դավիթ Համբարձումյանն է։ Համաձայն չեք, գիտեք ինչի համաձայն չեք, որովհետեւ մի հատ բան ունեք։ Մենք շորտը հոգնել է շիրմաներ բերելուց։ Խեք բերում թազա հերթական ինչ-որ մեկին, ցույց տալու համար, այ ինքը կլինի մեր ժամանակավորը, ինչա։ Շիրման հանում եմ կներեք։ Ինչու ենք բերում տեխնացուորը։ Ես հայցում եմ ներողամտությունը, իդեպ ի տարբերություն նաև շատ անձանց, ես ասում եմ, շիրմա բառը գուցե այս կոնտեքստում լավ չէ, ինչու ենք մենք փորձում ոչ իրական առաջնորդներին բերենք, եւ ներկայացնենք հանրությանը, այլ փորձենք բերենք մի անձին, որին դիտարկում ենք որպես, ասենց ասեմ, դե հիմա այս փուլում ինքը ոնց որ սազական կլինի։ Հիմա դուք դա չեք անում։ Ձեր առաջնորդներից ոչ ոք չի համաձայնվել գալ խորհրդարան։ Դա շատ վատ է։ Դա խորհրդարանում խորհրդարանական քննարկումների պատասխանատվությունից խուսափել է։ Հիմա ինչ եք ասում այս նախագծով։ Այս նախագծով հետեւյալն եք ասում, պարոն Մամիջյան։ Դուք գնացեք, կարևորը դուք գնացեք։ Դուք էլ չէ, դու գնա, մենք հետո կորոշենք։ Տենցա, ուրեմն խնդրում եմ նախագծի մեջ ավելացեք նաև ձեր վարչապետի տեխնացուի անունը դրեք քվեարկության։ Չի կարելի սենց։
Հիմա Պարոն Մինասյանն այստեղ չի, պետք է անդրադառնամ ճամբարների հարցին, այո, Հայաստանում ճամբարներ չկա, այո, դա հաջողություն է, այո, Ղարաբաղի մեր եղբայրների եւ քույրերի բռնի տեղահանությունը անընդունել է եւ ողբերգություն է, ողբերգության վրա որևիցե մեկը քաղաքական դիվիդենտներ պիտի չվաստակի, բայց մի բան էլ պիտի ասեմ, այստեղ ես ցավում եմ, եթե եզակի դեպքերից մեկն է, ես ցավում եմ, որ մենք իրավական պետության մեջ ենք ապրում, որովհետեւ այդ մարդիկ պետք է բնակվեին այն տարածքներում, որը իրանցից տարել էին ու տեղափոխել էին Հայաստան, հիմա առոք փառոք ապրում են որոշ մարդիկ, ովքեր շարունակում են իրենց Ղարաբաղցի անվանել։ Դա լավ գիտենք, անուններն գիտեք, տեղերն գիտեք, ունեցվածքն գիտեք։ Եվ այստեղ այո ձախողում է։ Եվ այստեղ ձեր հետ ես համաձայն եմ։ Վերադարձի իրավունքի մասին եք խոսում։ Մեղք չէ ժողովուրդը։ Ինչքան է կարելի անընդհատ խաբել, ասել լավ ալնելու, եկեք։ Թե մենք պետք է ի վերջո գտնենք մեր մեջ խիզախություն եւ ասենք Ժորժ ջան, եկեք արդեն կենտրոնանանք մեր ապագայի վրա։ Իդեպ շնորհակալություն պետք է հայտնեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրագրից վերած մեջբերման համար, որտեղ ձեր եզրափակիչ հատվածը ավարտվում է հետեւյալով. մենք ոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության եւ անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային։ Ապագա Հայաստանում կա, շնորհակալություն, որ դուք դա ընդգծել եք։ Հիմա վերադարձի իրավունքի հետ կապված քանի անգամ կարելի է վերադառնալ եւ քանի անգամ հետ վերադառնալ։ Եվ կներեք, էլի այս թեզը վերադարձի գոնե մի քանի հոգի կա։ Ումա պետք։ Վախենում ենք շատ դեպքերում պետությունների անուններ տալ, բայց ինչեւ է։ Ես թողեմ այս պարտականությունը ձեզ։ Հիմա ո՞նց է փոխվում վարչապետը։ Վարման ջան, ո՞նց է փոխվում վարչապետը։ Վարչապետը փոխվում է այն պարագայում, երբ որ կա քաղաքական ճգնաժամ, ցավում եմ, բայց այսօր Ֆրանսիայում ունի քաղաքական ճգնաժամ եւ վարչապետը, որի կառավարությունը 24 ժամ էր նոր ձևավորվել, հրաժարական է տվել։ Ճգնաժամ, լուծում։ Ստեղծել ճգնաժամ, հետո արհեստականորեն որոշել լուծումներ չի ստացվում։ Այդ ճգնաժամը կամ պետք է լինի, կամ պետք չլինի։ Վարչապետը կարող է փոխվել հետեւյալ պարագայում, օրինակ, երբ որ կոալիցիոն կառավարություն դադարում է գոյություն ունենալ։ Երբ որ օրինակ ենթադրում եմ ձեր դեպքն է, երբ որ իշխող կուսակցությունը որոշում է, որ այլևս այս մարտը իր առաջնորդը չի եւ Y մարտում բերում է իր առաջնորդ։ Օրինակ ձեր պարագայում ես ինչպես հասկացա, այլևս Դավիթ Համբարձումյանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կուսակցության առաջնորդությունը։ Չէ, դե ունեմ, այն ինչ որ ունեմ, որտեվ խորհրդարանական երկրում իշխող մեծամասնության ղեկավարը նույնիսկ առանց ընտրության դառնում է վարչապետ, դա է տրամաբանությունը։ Բրիտանիական տրամաբանությունն է դա։ Մենք ժողովրդին չենք ասում, բայց ասում Ժորժ ջան, մենք չունենք ոչ ճգնաժամ ներսում, ոչ էլ իրավիճակ, որը ենթադրում է որոշակի փոփոխություններ։ Հիմա վերադառնամ այն կարևոր հարցին, պարոն Մամիջանյան, եթե այս փաստաթուղթը ես վերցնեմ եւ ընկերական սուրճի շրջանակներում խոսամ, պետք է ասեմ հետեւյալը։ Պարոն Մամիջանյան, սա շատ լավ հարաբերականորեն նախընտրական ծրագիր է, գնացեք սրանով առաջ, բայց խոր չէի տա սրանով գնայեք։ Բացատրեմ ինչու։ Որովհետև հիմա որ ասեմ կզարմանաք, դուք երազելի ընդդիմություն եք։ Մի պարզ պատճառով դուք այս 4.5 տարվա մեջ որևիցե բովանդակային խնդիր, Լեռնային Ղարաբաղի խնդիրներից զատ չեք բարձրացել։ Պարոն Մամիջանյան, ձեր խմբակցությունը վերջի 3 տարվա ընթացքում չի էլ մասնակցել այս հանձնաժողովի նիստերին։ Չէ, ավելացնում եմ։ Դուք որևիցե եղանակով չեք անդրադառնում որևիցե խնդրին, որը հուզում է այս շենքից դուրս կանգնած մարդկանց։ Եվ սա կներեք ոչ թե ձեզ է թույլատնում, սա նաև իշխանությանն է թույլատնում, որովհետև մենք պահանջում ենք բովանդակային քննարկում։ Օրինակ կտեսնեմ, սրանից հետո 3 հարց կա։ Նայեմ ով է մնալու եւ ով է քվեարկելու նշված հարցեր վերաբերյալ։ Թե խուսափելու են պատասխանատվությունից էլի։ Հիմա Եվ վերջին դիրքորոշումը, որ ես պետք է արտահայտեմ, դրանից հետո ինձ թվում է հնարավորություն կունենա հիմնական զեկուցողը ելույթ ունենա, հավատացում ձեզ ելույթի ժամանակ ոչ մի ռեպլիկ թույլ չի տա, եւ դրանից հետո կունենան քվեարկություն։ Եվ վերջինը,
Դա կարևոր բան ասենք, էլ այսքան որ խոսում եք հանձնելուց, չհանձնելուց էլի։ Մենք կարող շատ անկեղծ ժողովրդի հետ խոսենք մի հարցի շուրջ, էլի, որ ամբողջ 30 տարիների ընթացքում մեր քաղաքականության հենքում դրված ռազմավարական գործընկերոջ վրա հույս դնելը տապալվել է, որովհետև ռազմավարական գործընկերը ռազմավարական պահին այլ կարևոր գործեր ուներ։ Այդ որում սա նոր երևույթ չի։ Սա կար եւ 1920-ին, եւ կար 1878-ին, եւ կար 1856-ին։ Քանի անգամ հիշեցնեմ Կարսեր Սևաստոպոլ փոխանակելու եւ այլ ծրագրերը։ Խնդրում եմ, մենք մի առավելություն ունենք, ես կխնդրեմ, որ առավելություն դառնա ոչ միայն իշխող խմբակցության, այլ բոլորինս։ Եկեք շատ անկեղծ ժողովրդի հետ խոսանք, որտեղ ժողովուրդը գիրք չի կարդացել գուցե իմ եւ ձեր չափ արմամջան քաղաքական գործընթացներից տեղյակ չի, բայց ինքը մի հատ շատ լավ բան է հասկանում։ Ինքը կարողանում է հասկանալ, որտեղ են իրեն գցում եւ ինչի համար են իրեն գցում եւ ով է այդ գցելու կամ չգցելու մեղավորը։ Իսկ ես արգելի գործընկերներ, օգտվելով առիթից նաեւ որ Արաքից զեկուցողը այստեղ չի, բայց մենք քննարկել ենք եւ ես նաեւ գիտեմ իր դիրքորոշումը, կոչ եմ անում ձեզ դեմ քվեարկել նշված նախագծին, որովհետև վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը այլ ընթացակարգով է անցնում, այլ իրավական ընթացակարգով Տիկին Մկրտչյան, իսկ այս հայտարարությունը, որ անհրաժեշտ է լսումները կազմակերպելու համար, մենք ընդունել ենք գիտություն, բավականին արդյունավետ քննարկում ենք ունեցել, ավել պակաս կներեք, բայց ես առաջարկում եմ այս նախագիծը մերժել։ Այսքանը շնորհակալություն հարակից զեկուցողի տեսանկյունից բան չեմ ասի, ես դիտարկեք սա որպես հարակից զեկուցողի ելույթ եւ փոխանցեմ խոսքը եզրափակիչ ելույթի համար պարոն Մամիջյանին։